հիվանդություններից է։ Եվ այսօր թեմայի շուրջ կզրուցենք բժիշկ սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանի հետ։ Արսեն, որոնք են շագանակագեղձի բորբոքման առաջացման պատճառները։ Պատճառային գործոններն են սեռավարակները, նստակյաց կյանքը, քիչ շարժվելը, ոչ ռեգուլյար սեռական կյանքը, քրոնիկ ինֆեկցիայի աղբյուրներ, օրինակ, փչացած ատամներ չբուժելը, շատ ուշ ատամնաբուժի մոտ գնալը, եւ ուրիշ բազմազան պատճառներ, ես նշեցի հիմնական ավելի հաճախ հանդիպող։ Իսկ կարելի ասել, որ խնդիրը երիտասարդացել է եւ ավելի շատ երիտասարդներն են դիմում այդ հարցով։ Մի փոքրիկ երիտասարդացել է, այո, բայց որ ասել միայն երիտասարդներն են դիմում, դա ճիշտ չի։ Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումը լինում է սուր եւ քրոնիկ։ Այսօրվա դրությամբ կարելի ասել շատ հազվադեպ է դիմում է սուր պրոստատիտով, սուր բորբոքումով, ավելի շատ դիմում են քրոնիկ պրոստատիտով։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է տարբեր գործոններով, որոնցից հիմնականը նաեւ որ շատ հաճախ մարդիկ տարբեր պատճառներով տարբեր դեղամիջոցներ են օգտագործում եւ այդ սուրի պատկերը փակվում է եւ առաջնային հենց կարող է հանդես գալ հենց քրոնիկ ձևով պրոստատիտը, այսինքն շագանակագեղձի բորբոքում կարող է լինել առաջնային քրոնիկ ձևով։ Ավելի շատ դա 40-ից հետո հանդիպող խնդիր է եւ այսօրվա դրությամբ բավականին լուրջ խնդիր է, որը որ մեզ սեքսապաթոլոգներին շատ հաճախ դիմում են այն պացիենտները, ովքեր ունեն սեռական խանգարումներ, որոնք ի հայտ են եկել այդ շագանակագեղձի բորբոքման հետևանքով, պատճառով։ Դա իսկ ինչպես կարելի է կանխարգելել շագանակագեղձի բորբոքումը։ Շագանակագեղձի բորբոքման կանխարգելիչ միջոցառումներն են դրանք խուսափել սեռավարակներից, ակտիվ կյանք, ակտիվ սպորտ, շատ շարժվել, ինչքան կարելի է հնարավորինս քիչ նստել, չչարաշահել սպիրտային, չչարաշահել կծում, ապրել ռեգուլյար սեռական կյանքով, ժամանակին այցելել ատամնաբուժի, առնվազն գոնե տարին 2 անգամ այցելել եւ ստուգել արդյոք չկա որևէ փչացած ատամ, թեկուզ փոքրիկ կարիես է, կարող է պատճառ լինել, պատճառային գործոն լինել, որ քրոնիկ պրոստատիտը սրավան։ Եվ ժամանակին իհարկե դիմել բժշկի, որովհետև քրոնիկ պրոստատիտը կարող է շատ աննշան սիմպտոմներից սկսել, օրինակ միզարդացության թեթև խանգարումներ, կարող է լինել թեթևակի անցնող կրկնվող ցավեր, որոնց կավարողակի ուշադրություն չդարձնել։ Եվ իհարկե շատ հաճախ տարբեր տեսակի սեռավարակներ, երբ որ մարդիկ հիվանդանում են, վարակվում են, այսօրվա դրությամբ կան մի քանի սեռավարակ, որոնք կարելի ասել ոչ մի ձև չեն արտահայտվում, այսպես կոչված թաքնված ինֆեկցիաներ են։ Եվ եթե մարդ ակտիվ սեռական կյանքով ապրում է, ապա նաև պետք է մասնագետի մոտ ստուգվել այդ ինֆեկցիաները ժամանակ առ ժամանակ, ստուգվել, որ եթե ինչ-որ մի բան հայտնաբերվի, նախապես գնալ եւ բուժվել եւ չթողել, որ բորբոքումը, որ այսօր կանալով ուրետրայում է, առաջնային հատվածում կարող է հետագայում բարդանալ արդեն պրոստատիտով, շագանակագեղձի բորբոքումը։ Իսկ ինչպես է իրականացվում բուժումը։ Կան ինչ-որ հակացություններ բուժման ընթացքում կապված ապրելակերպի, սննդակարգի հետ։ Եթե շագանակագեղձի բորբոքումը սուր է, այդ ժամանակ սեռական կյանքը արգելվում է, ի տարբերություն քրոնիկ բորբոքումների ժամանակ, որ ժամանակ որոշ դեպքերում նաև խրախուսում է ռեգուլյար սեռական հարաբերությունը։ Բուժումը դա կոմպլեքս բուժում է, որը որ իր մեջ ներառում է թե դեղորայքային բուժում, թե ֆիզիոթերապևտիկ բուժում, եւ բավականին բարդ խնդիր է այսօրվա դրությամբ քրոնիկ պրոստատիտ բուժելը, որովհետեւ մի երկար կարող է տևել մի քանի շաբաթ, նույնիսկ ամիս, ամիսից ավել, կարող է ամիսներ կարող է տևել շագանակագեղձի բորբոքումը եւ քրոնիկ բորբոքումները ունեն նաեւ նրանք կարող են նաեւ կրկնվել
հետագայում, երբ որ այդ ոչ բարենպաստ պայմաններ տեղի ունեն, արդեն թույլ տեղի, եթե որ տղամարդու շագանակագեղձն է, նա կարող է տարբեր պրովոկացիաների ազդեցության տակ նորից սրանալ եւ կրկնվել բողոքումը։ Իսկ ինչ կարող է անել հիվանդը վիճակի բարելավման, թեթևացման համար։ Նա առաջերտին պետք է ցանկացած, երբ որ այդ եկան, թեկուզ չնչին գանգար, պետք է դիմի մասնագետի առաջերտին, եւ եթե նա բժշկի նշանակումները բոլոր նա անխտիր պետք է կատարի։ Եվ չզբաղվի ինքնաբուժությամբ, որը շատ հաճախ մեր հայերը անում են հենց այդպես։ Լավ, իսկ կան ինչ-որ խորհուրդներ կապված սննդակարգի հետ, այսինքն շագանակագեղձի բորբոքման դեպքում խիստ պետք է հետևի հիվանդը սննդակարգին, թե դա էական չէ։ Իհարկե պետք է հետևի, ինչպես ես ասացի, քիչ առաջ պետք է չչարաշահի տապակած, կծու, սպիրտայինը եւ պետք է ուտի սնունդի մեջ պետք է գերիշխեն լիարժեք սնունդ ունեցող սննդակարգ, թե դա վերաբերվում է մրգերին, թե բանջարեղենին։ Ասեն, ժողովրդական բժշկությունը առաջարկում է որպես շագանակագեղձի բորբոքման կանխարգելման եւ բուժման միջոց օգտագործել օրական 3 անգամ 20-ական հատիկ դդմի սեր։ Արդյոք իսկապես դա այդքան հզոր միջոց է։ Այո, իհարկե, դդմի սերմը իր մեջ պարունակում է յուղ եւ այդ մեջ կան միկրոէլեմենտներ, անձնական ցինկ եւ ֆոսֆոլիպիդներ, որոնք որ բարելավում են շագանակագեղձի աշխատանքը։ Եվ իմիջիայլոց դդմի սերմից ստացվող յուղը արդեն երկար ժամանակ դեղի տեսքով, դեղահաբերի տեսքով վաճառվում է եւ մենք շատ հաճախ նշանակում ենք մեր պացիենտներին ընդհանուր կոմպլեքս բուժման ժամանակ պրեպարատներ, որոնք պարունակում են դդմի սերմի յուղ։ Իսկ ինչպիսի ազդեցություն ունի գլուխ սոխը այս հիվանդության դեպքում։ Գլուխ սոխը ինձ թվում է կարելի ասել չկա տենց հիվանդություն եւ որի ժամանակ նա հակացուցված է։ Ավելի շատ բացառության կարգով կան որոշակի ավեստամոքսային հիվանդություններ, որի ժամանակ նա կարող է հակացուցված լինել։ Սոխը իհարկե իր մեջ էլի պարունակում է շատ հարուստ է միկրոէլեմենտներով եւ վիտամիններով։ Հիմնականում մեզ հետաքրքրող C վիտամինները նրա մեջ շատ, որը եւս ոչ միայն սեռականին, այլ ընդհանուր օրգանիզմի դիմադրողականությունը լավ բարձրացնող ազդեցություն ունի։ Իդեպ գլուխ սոխը պետք է օգտագործել թարմ վիճակում, օրական 1 միջին չափի գլուխ սոխ բավական է շագանակագեղձի բորբոքման կանխարգելման համար։ Հաջորդ միջոցը, որը ցանկանայինք ներկայացնել, դա հետևյալ աղցանն է կարելի ասել, կամ կարելի օգտագործել որպես խավարդ։ Վերցնում ենք գազար, քերում կամ կտրատում ենք կախված նախասիրությունից, ավելացնում ենք կտրատած մաղադանոց, կեսկապ եւ կեսկապ նեխուր։ Եվ մի փոքր, մի ատամնիկ կարելի ավելացնել սխտոր կամ կանաչ սխտոր, եւս ձեր հայացողությամբ։ Այս ամենը կտրատած վիճակում խառնում ենք իրար, այսպես։ Կարելի է ավելացնել նաև մի փոքր ձեթ, այդպես ավելի լավ կյուրացվի գազարում առկա կարոտինը, ինչպես նաև ավելի հաճելի կլինի օգտագործման համար։ Եվ այսքանը կարող եք օգտագործել օրվա ընթացքում։ Դա ևս հզոր միջոց է ըստ ժողովրդական բժշկության շագանակագեղձի բորբոքման կանխարգելման համար։ Ինչ կարող եք ասել այս բաղադրատոմսի վերաբերյալ։ Արտակարգ բաղադրատոմս է, որովհետև գազարը իր մեջ պարունակում է բետա-կարոտին, դրանից ստեղծվում է մարդու օրգանիզմում վիտամին A։ Իսկ A, D, E, K վիտամինները դրանք բոլորն էլ անհրաժեշտ են նաև սեռական ոլորտի համար։ Մաղադանոցն էլ այն մյուս նեխուրը դա ժողովրդական քյարաուզն է։ Նրանք շատ հարուստ են, սխտորն են շատ հարուստ են միկրոէլեմենտներով, նամանավանդ սելեն եւ ցինկ միկրոէլեմենտներով հարուստ են, որոնք էլ իհարկե, ինչպես մենք ասացինք, շատ դրական են ազդում շագանակագեղձի աշխատանքին ու տապանության
Եվ ավարտենք ևս մեկ միջոցից կառաջարկի, դա բացում է պնդուկի տերևները ևս շատ օգտակար են ըստ ժողովրդական բժշկության, ահա այդ պնդուկի տերևները, ինչպես տեսնում եք, չորացումից հետո դրանք պահպանել են իրենց կանաչ գույնը։ Դա նշանակում է, որ ճիշտ է չորացումը կատարվել, այն պետք է չորացնել ստվերում։ Եթե չորացնելուց հետո դուք նկատում եք, որ այն դեղին գույնի է, այն չի պարունակում, ուրեմն չի պահպանել իր օգտակար հատկությունները եւ անիմաստ է դառնում վերջինիս օգտագործումը բուժիչ նպատակներով։ Եվ այժմ մենք միասին արդեն կպատրաստենք թուր, որը պետք է օգտագործել ինչպես շագանակագեղձի բորբոքման, կանխարգելման, այնպես էլ բուժման համար։ Եվ այսպես, շատ պարզ միջոց է, կարծում եմ բոլորին հասանելի եւ շատ քիչ ժամանակ է պահանջում պատրաստման համար։ Վերցնում ենք 1 ճաշի կտալի չափով տերևներ, պնդուկի տերևներ, գցում ենք բաժակի մեջ, ավելացնում ենք 1 բաժակ ջուր, այնուհետև եփում ենք մարմանდგրակի վրա 15 րոպե, որից հետո թողնում ենք, որպեսզի թրմվի սենյակային ջերմաստիճանում։ 40 րոպե թրմում ենք, որից հետո քամում եւ օգտագործում որպես թեյ։ Այն կարող եք համեմել նաեւ մեղրի հետ, մեղրով, այն կարող եք համեմել նաեւ մեղրով։ Ինչ կասեք այս միջոցի մասին, Արսեն։ Իհարկե լավ միջոց է, որովհետեւ նույն պնդուկը ինքը մենք գիտենք, որ իր մեջ պարունակում է շատ քանակությամբ վիտամին E եւ միկրոէլեմենտներ, եւ դրա տերևի մեջ էլ նույն այդ ամեն ինչը հաստատ արկա է։ Մեղրն է, իհարկե մեղրը դա շատ ուժեղ իմունիտետը դիմադրականությունը բարձրացնող է եւ նաեւ պարունակում է շատ եւ շատ նյութեր, որոնք որ շատ դրական են ազդում մարդու օրգանիզմի վրա, սեռական ֆունկցիաների վրա, հանձինս։ Շատ լավ, ինչպես տեսնում եք, ժողովրդական միջոցներով կարելի է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր հյուրընկալվեցիք մեզ մոտ եւ ձեր փորձը կիսեցիք բոլոր նրանց հետ, ովքեր դիտում են մեզ։ Այս եւ այլ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման միջոցների մասին կարող եք մանրամասն կարդալ տնային առողջարան ամսագրում։